Ողջույն սիրելի բարեկամներ, եթերում Անտապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք Հայաստանի Պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսների ամբիոնի վարիչ պարոն Լևոն Բարխուդարյանի հետ։ Ողջունում եմ, պարոն Բարխուդարյան։ Շատ շնորհակալ եմ, որ եկել եք, որ Շնորհակալություն հրավերի համար։ Վերջին շրջանում տեսնում ենք Ռուսաստանի սևեռված ուշադրությունը Հայաստանի անդամակցությանը ԵԱՏՄ-ում եւ կարծես թե անթակույց ցանկությունը դուրս մղել Հայաստանին այդ կառույցից։ Գուցե ես սխալվում եմ, այդ մասին խոսենք, կա այդ ցանկությունը ԵԱՏՄ-ի կողմից թե ոչ, մյուս կողմից Փաշինյանը ասում է, որ Հայաստանը համենայն դեպս դեռ չի մտադրված դուրս գալ այդ կառույցից։ Ոմանք կարծում են, որ ԵԱՏՄ-ում համակարգային փլուզում կլինի, եթե Հայաստանը դուրս գա, ոմանք էլ կարծում են Հայաստանում կլինի կոլապսային վիճակ, աղետալի վիճակ, եթե Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից։ Ձեր գնահատականը այս ամբողջի շուրջ։ Ես կարծում եմ, որ իհարկե առանձին դժվարություններ կլինեն, եթե հատկապես այդ գործընթացը շատ արագ սպասելի տեղի ունենա, բայց ոչ Հայաստանը կփլուզվի, ոչ էլ ԵԱՏՄ-ը։ Համացան համար եկեք նշենք այն պատժամիջոցները, որ արևմուտքը կիրառեց Ռուսաստանի նկատմամբ ուկրաինական պատերազմից հետո, եւ վերեք մի քանի թվեր կամ փաստեր, օրինակ եթե Թուրքիայի հետ առևտրաշրջանառությունը 26 միլիարդ էր 22 թվականին, 25-ին դարավ 56 միլիարդ դոլարի։ Բնականon զարգացումը այդպիսի մեծ տեմպեր չէր բերի։ Ակնհայտ է, որ վերարտահանումներ էր, այսինքն եթե ապրանքը պահանջարկ ունի ռուսական շոկայում, այդ ապրանքը այնտեղ հայտնվում է։ Այլ երկրի անունից եւ այլ ինչպես օրինակ Ադրբեջանում հանկարծ սկսեցին աճել նարինջներ եւ այլն։ Այդ բոլորը դա է։ Իրենք գնում են, համարում են իրենցը, հետո արտահանում են Ռուսաստան եւ դրա դեմ ինչպես տեսնում ենք սանկցիաները, այդ պատժամիջոցները առանձնապես արդյունավետ չարվեցին։ Թուրքիան, որ ոչ ԵԱՏՄ-ի անդամ է, ոչ ԱՊՀ-ի անդամ է, ավելին ՆԱՏՕ-ի ամենաագրեսիվ անդամն է, երկիրն է, բայց Ռուսաստանը այդ մասին ոչինչ չի խոսում։ Այսինքն Ռուսաստանի նպատակը ոչ թե ԵԱՏՄ-ից Հայաստանին դուրս մղելն է, այլ ճիշտ հակառակը պահելն է։ Դրա համար դեռ մենք որևէ քայլ չենք արել, նույնիսկ դիմումը չի գնացել Եվրոմիության անդամակցության եւ այլն, որը շատ սխալ է, բայց իրենք անդադ ասում են, դուք որոշեք, թող լինի հանրաքվե, այդտեղ որ ազդեն հանրաքվեի արդյունքի վրա, այնպես ինչպես ընտրությունների վրա են փորձում ազդել, որպեսզի կանխեն Հայաստանի արագ անցումը Եվրոմիություն եւ ժամանակ չտան նախապատրաստվելու դրան։ Իրենք դա հասկանում են։ Բայց դա անշրջելի գործընթաց է, դա բոլորովին չի նշանակում, որ մենք ԵԱՏՄ-ի հետ չենք շարունակելու աշխատել։ Այստեղ մաքսային ռեժիմների հարցն է, օրինակ այսօր ինչ կպատահի, եթե մենք դուրս գանք ԵԱՏՄ-ից, մաքսային միությունից եւ անցնենք Եվրոպական միության մաքսային միություն։ Կավելանա հիմնականում մի բան, արտահանման մաքսատուրքերը, որ Ռուսաստանը դնում է իր վառելիքաէներգետիկ ռեսուրսների վրա։ Ներկրման մաքսատուրքերը նախատեսված են ազատ առևտրի պայմանագրով, դա էլ հարց է։ Այսինքն նույնիսկ եթե դրանք լինեն, Հայաստան ավտոմեքենաներ չի առաքում Ռուսաստան, որ իր համար ցավոտ լինի եւ այլ արտադրությունը տուժի։ Ես այն ապրանքախումն եմ նշում, որտեղ հատկապես բարձր մաքսատուրքեր կային։ Իսկ ԵԱՏՄ-ի պայմաններով ներկրումները Ներկրումների վրա մաքսատուրք կլինի, ինչպես մեր արտահանումների վրա Ռուսաստան, սա ասում ենք ծայրահեղ դեպք է, եթե ազատ առևտրի համաձայնագրից դուրս եկանք, դա կլինի ժամանակ եւ մենք անդամակցենք Եվրոմիությանը, Եվրոմիության մաքսային միությանը եւ այլն։ Մինչեւ այդ էլ պատրաստված կլինենք երևի։ Նախ մեկ, երկրորդ, ընդհանրապես մաքսատուրք կավերանա, այսինքն մեր ներկրումից Ռուսաստանը մերանցից կգանձի մաքսատուրք։ Դա որոշ չափով կազդի իհարկե եկամտաբերության վրա, շահութաբերության վրա, բայց այնպես չի, որ անհնարին կդարձնի արտահանումը։ Չի։ Այո, եւ մենք կկիրառենք մաքսատուրքեր, թեկուզ այդ նույն 10%-անոց մաքսատուրքերը ԵԱՏՄ-ից ներկրող ապրանքների վրա, եւ շատ ավելի մեծ գումար կստանանք մեր բյուջե, քան կվճարենք ԵԱՏՄ-ի մնացած երկրների, որտեղ օրինակ Ռուսաստանից մեր ներկրումները ավելի շատ են, քան արտահանումը։ Տեսեք, ոմանք անգամ ասում են շնորհակալություն է պետք ասել այդ սահմանափակումների համար, որովհետև ոնց որ թե վիճպետ
վիճակագրական կոմիտե առաջ վիճպետկում էր, հիմա վիճկում է, վիճակագրական տվյալներով Հայաստանի արտահանումը Եվրամիություն գրեթե կրկնապատկվել է եւ ամենամեծ ուղղություններն են Բուլղարիան, Բելգիան, Գերմանիան, 37 միլիոն դոլարի Գերմանիան է, այսինքն ես չեմ ասում շնորհակալություն ասել, բայց այսպես կատակով ասում են, եթե այդ սահմանափակումները չլիներ, այսպես չէր աշխուժանա, մեզ չէին փորձի օգնել, շուկաները չէին բացի, իսկ եթե շուկան գոնե կարճատև ժամանակահատվածով բացում է, սպառողը այդ երկրների սովորում է այս մթերքին, եւ եթե մենք իսկապես լավ որակի մթերք ենք սպասարկում, դե ծիրան ենք սպասարկում, ծիրանի մասին էր խոսքը գնում, լոլիկի մասին էր խոսքը գնում, նոր մեքենաներ, կոնտեյներներ են ներկրվում Հայաստան, այսինքն ոնց որ շուկան սկսեց շարժվել, այսինքն այդ ԵԱՏՄ-ի եւ Ռուսաստանի սահմանափակումները կարծես թե հոգուտ Հայաստանի եղան, հակառակ ազդեցությունները։ Ես համաձայն եմ այդ մտքի հետ, որովհետեւ դա այո, արագացրեց այն դիվերսիֆիկացիան մեր արտահանման աշխարհագրության, որի մասին մենք բազմից խոսել ենք, այդ նաև ձեր հաղորդումների ընթացքում, որ դա պետք է անպայման արվի հնարավոր ռիսկերից խուսափելու համար։ Հիմա տեսակ այդ ռիսկերը ի հայտ եկան։ Լրիվ թերադրված քաղաքական նպատակադրումներով Ռուսաստանի տեղը, դերը, դիրքը, հարավային Կովկասում առհասարակ, շատ բան է կապված Հայաստանի հետ իրականում, բայց դա շատ արագացրեց նույն ռիսկերի դեմ պայքարելու մեր հաստատակամությունը։ Եվ այո, ես այդ առումով լավատես եմ, որ արտահանումները դեպի Եվրոպա կարողանան։ Աջակցությունը բավականին մեծ է։ Այսինքն արդեն турքերը նվազեցրել են, գրեթե զրոյացրել են, գումար են տալիս փոխհատուցելու համար վնասները, սա շատ մեծ օգնություն է, դրանից պետք է անպայման օգտվել եւ շատ արագ այս ընթացքում, որտեղ ցանկացած երկրի օգնություն անվերջ չի լինում։ Հիմա փորձում եմ մեզ դիվերսիֆիկացնել ուղղորդել դեպի Եվրոմիության շուկա, այն ինչ որ մեզ շատ պետք է։ Բայց մենք պետք է շատ արագ համապատասխանեցնենք մեր արտադրանքները ստանդարտներին Եվրոմիության, բոլոր ընթացակարգերին, իհարկե արտահանման հնարավորությունը տալիս է դա ավելի արագ սովորելու միջոց է դառնում։ Եվ ես համաձայն եմ այդ մտքի հետ այդ առումով, որ պետք է դա էլ ավելի արագացվի։ Այո, փաստորեն խթանեց Ռուսաստանի սահմանափակումները, հակառակ ազդեցություն ունեցան այս առումով տնտեսության տեսակետից, եւ իմ հարցն է, տնտեսություն մենք հասկացանք ամենայն դեպս Հայաստանում այդպիսի տպավորություն է, եթե ես սխալվում եմ, ամենայն դեպս արտահայտում եմ այն, ինչի մասին խոսում է հասարակությունը, որ այս տնտեսական միջոցները, այս սանկցիաները, սահմանափակումները քաղաքական բնույթ են կրում։ Դե հայտարարությունների մեջ դա երևում էր։ Արդյոք արդյունավետ է ընդհանրապես սանկցիաները տվյալ դեպքում Հայաստանի հետ կապված այդ նույն լոլիկ, պամիդոր, չգիտեմ, ելակ եւ այլն։ Ընդհանրապես ավելի արդյունավետ են եւ հետ են բերում Հայաստանին դեպի ԵԱՏՄ, թե հակառակը եւ դեպի Ռուսաստան, թե հակառակ ազդեցությունն են ունենում։ Տեսեք, տնտեսության տեսակետից մենք տեսանք դիվերսիֆիկացիայի պահը, որ խթանվեց, ոնց որ տեղից շարժվեց։ Քաղաքական տեսանկյունից ավելի շատ հակված կլինեն հետ գնան դեպի ԵԱՏՄ եւ Ռուսաստանի հետ սիրով շարունակել պարտադրված ընկերությունը, թե հակառակ ազդեցությունը։ Բնական է, որ հակառակ ազդեցություն ունի եւ միշտ է ունեցել, որ ավելի շատ արդեն հույս չեն կապում Ռուսաստանի շուկայի հետ, եկամ ԵԱՏՄ-ի, եթե մնացած երկրներն են դրա միանում, եւ ավելի շատ հույս կապում են եվրոպական շուկայի հետ։ Ոչ միայն եվրոպական, այլ երկրների հետ էլ, դիվերսիֆիկացնելու առումով։ Դա ճիշտ հակառակ էֆեկտն է ունենում, որը մեզ համար շատ ձեռնտու է։ Նորից ասեմ։ Իրենք չեն ասում, որ մենք սանկցիաներ ենք կիրառում Հայաստանի նկատմամբ։ Իրենք ասում են, գիտեք, շատ բացիլներ ենք հայտնաբերել։ Չէ, երեք էլ կարծեմ 2 օր առաջ, 3 չառաջ օրը կներեք, որ ձեզ ընդհատեցի, նոր ձևակերպում էր։ Ասեցին դուք այդ կանաչեղենը այսպես մի փաթեթով եք լցնում, մեզ համար շատ դժվար է լինում, այսինքն սկսեցին փաթեթավորմանը հիմա էլ պատրաստ են բերել ցանկացած փաստարկներ, բայց խուսափելու համար, որ սա հատուկ արված սանկցիաներ են ձեր նկատմամբ։ Դա պարզ երևում է։ Բայց բոլորը դա պարզ հասկանում են, ինչի մասն է խոսքը։ Կարող է այդպիսի բան լինի, որ նույն բացիլը բոլոր ամբողջ սննդի արտադրանքի վրա լինի։ Այդպիսի բան չի լինում, հասկանում եք։
կամ հայկական կոնյակի վրա լինի եւ այլն։ Ծիծաղելի ուղարկի եւ բոլորը դա հասկանում են։ Եվ հասկանում են, որ այսքան ասում ենք պետք է դիվերսիֆիկացնել արտահանումները, այո ժամանակը եկել է, փառք Աստծո, որ մեզ աջակցում օգնում են այդ հարցում։ Սա ինչ վերաբերում է Հայաստան-Ռուսաստան, պարզապես ԵԱՏՄ-ի շրջանակներում մեկ նորություն էլ կա, որի մասին երեք ես տեղեկացա, պարզվում է մի քանի օրվա պատմություն է սա, Ղազախստանը արգելել է ներմուծումը հացահատիկի, իսկ հացահատիկը Ղազախստանը ներմուծում էր Ռուսաստանից մեծապես։ Եվ ասեց ԵԱՏՄ-ի շրջանակներում ներմուծումը հացահատիկի դադարեցնում ենք ներքին արտադրողին աջակցելու նպատակով։ Արդյոք սա եւս մեկ աղյուս չէ ԵԱՏՄ-ի այսպես կարելի է այսպես էլ ասել, բայց նաև պետք է հասկանալ, որ ցանկացած երկիր մտածում է իր պարենային անվտանգության, տնտեսական անվտանգության մասին, որովհետեւ այս տիպի կախվածությունները թույլատնի։ Այս տիպի սանկցիաները բավականին ազդում են Ղազախստանի այդ որոշման վրա։ Եվ ոչ միայն, մնացած երկրներն էլ կարող է ասել։ Եթե Հայաստանի նկատմամբ էսպես են անում, որ առանձնապես շատ մեծ առևտրաշրջանառություն չկա, բա որ Ղազախստանի նկատմամբ արել, իսկ այդ դեպքում ինչ ենք մենք ծորեն Ռուսաստանից գնում։ Մենք ինքներս կարող ենք ծորեն աճեցնել, եւ դա այդպես էլ կա իհարկե։ Եվ դա շատ ճիշտ որոշում է։ Վաղը մեզ ձեռնտու եղավ, մենք Ղազախստանից ծորեն կգնենք։ Ինչ է եղել։ Պետք տնտեսական շահը միշտ երակայում է։ Այդ քաղաքական արհեստական խոչընդոտները եւ այլն դրանք արդյունավետ չեն։ Ապրանքը միշտ հայտնվում է այնտեղ, որտեղ դրա պահանջարկը շատ կա։ Կանցնի այս ընթացքը, ես վստահեցնում եմ ձեզ, հիշենք այսօրը, երբ որ արդեն Եվրամիության անդամակցի Հայաստանը եւ այլն, մեզ խնդրելու են այդ պայմանները, որ մեր հայկական կոնյակը ընդեղ էլ արտահանենք, հայկական ծիրանը Ռուսաստան էլ արտահանենք։ Այսինքն մեզանից առաջ մեր մթերքն է դառնում անդամ Եվրամիության անդամ։ Գնում է Եվրամիություն ավելի շուտ, քան գնում ավելի շուտ, հետո խնդրելու են նույն Ռուսաստանից են խնդրելու որ դա անենք։ Բարի, բայց այս ամբողջը տեղի էր ունենում նախընտրական շրջանում եւ ընտրությունների հետ էր կապում նորից հայ հասարակությունը, չգիտեմ ինչ էր մտածում Ռուսաստանը այս մասին, որ դրանով ինչ էֆեկտ, ինչ ազդեցություն կարող է ունենալ, ինչ արդյունավետություն, համենայն դեպս ոնց որ թե ինչպես տնտեսության առումով, այնպես էլ երևի թե քաղաքականության այդքան էլ արդյունավետ չէ։ Ենթադրական, ինչ ձեր գնահատականները Ռուսաստանի ազդեցության մասին չեմ ուղիղ հարցնում, կուզեք այդ հարցներ կարող եք ներառել պատասխանի մեջ։ Ընդհանրապես ընտրությունների նախընտրական շրջանը, ընտրությունները բուն եւ հիմա յետընտրական, եկեք այս մի այսպես փաթեթով նայենք այս ամբողջ կատարվածին, տեղի ունեցածին։ Դա յետընտրական ընթացքների մասին ինչ դժվար է խոսել, դեռ պետք է նոր կառավարություն ձևավորվի, ծրագիր հաստատվի, ամբողջ թիմը որոշակյանա, իշխող կուսակցության ուղենիշները նշվեն, գերակայությունները նշվեն, որոնք են։ Ես շատ հուսով եմ, որ Եվրամիության անդամակցությունը կդրվի որպես համարում եք գերակայություն։ Եվ այդ ուղղությամբ շատ արագ պետք է աշխատել։ Ես չեմ հավատում այն բաներին, որ գիտեք, դա կարող է լինել սրանից 10 տարի հետո, 20 տարվա ընթացքում, կամ 20 տարվա ընթացքում եւ այլն, ծույլ չաշխատող նախաձեռնություն չունեցող մարդկանց հոգեբանություն է։ Ինչ է պահանջում Եվրամիության անդամակցությունը, ստանդարտները մոտեցնել, օրենսդրությունը սինխրոնացնել, չէ՞։ Այսինքն մի մեծ փաթեթ օրենքներ, կառավարության որոշումներ, նորմատիվ իրավական ակտեր պետք է ընդունել։ Եվրամիությունն էլ պատրաստ է այդ փաթեթները կստեղծելու, կազմելու, խորհրդատվություն տալու առումով։ Եկեք հիշենք, ինչպես եղավ օրինակ մեծ Բալտիկայում Եվրամիության անդամակցությունը։ Իրենց էքսպերտները եկան, սկսեցին իրենց օրենսդրությունը իրեն գրել։ Տեղացիները մասնակցում էին, խոսում էին, ասում էին, այ մեր ազգային առանձնահատկությունն սա է, կամ այս պերիոդը, այս միջոցառումը իրականացնելու համար եկեք այս տիպի անցումային մի հատ շրջան նախատեսենք։ Վերջ։ Շատ արագացավ։ Համանման մի բան ես պատկերացնում նաև Հայաստանի համար։ Մանավանդ բավականին գործեր արվել են։ Պարոն Բախուդարյան, շատ է խոսվել Եվրամիության անդամակցության նպատակահարմարությունը կամ կարևորությունը։ Այդ հարցը նույնպես ձեզ էլ եմ ուզում ուղղել։ Այլ դուք ասում եք պետք է առաջնահերթ այս հարցը լուծվի։ Կան մարդիկ Հայաստանում, որ ասում են ոչ միտեղ պետք չի գնալ, պետք չի մեզ դեսուդեն նետել, ոչ Ռուսաստան, ոչ դեպի Եվրամիություն։ Մենք
կարիք չունենք հիմա էլ մեր անկախությունը նվիրելու, ստորադասելու Եվրամիության պահանջներին։ Տեսեք, ասում եք, մեր Բալտիկայի համար իրենք են ինչ-որ բաներ գրել, օրենքներ գրել։ Օգնել են, դա չի նշանակում ստորադասել։ Հիմա ասեք Եվրամիությունը միակն է, որ ոչ թե ասում է իմ տակ պիտի լինես, իմ ազդեցության տակ, ոնց որ ասում են կամ Թուրքի տակ պիտի լինենք, կամ Ռուսի տակ ծաղելի է, այլ համագործակցության պայմանագրեր են դրանք։ Մենք կապված ենք Եվրոպայի հետ պատմական մեծ կապերով։ Այդ որ ասում են 300 տարի Ռուսաստանի հետ եկել, ինչի մասն է խոսքը, ինչ 300 տարի։ Պաշտոնապես Հայաստանը եղել է այս արևելյան Հայաստանը, Ռուսաստանի կազմում 90 տարի։ 1828 թվականից մինչև 1918 թվականը։ Հետո եղել է ֆեդերացիայի անդամ, այսպես ասենք, ֆորմալ երկիր առանձին, որ եղել է խորհրդային միության անդամ, չի եղել Ռուսաստանի կազմում։ Պետք է դա շատ հստակ մեր բնակչությունը, մեր ժողովուրդը, մեր քաղաքացիները իմանան։ Իսկ Եվրոպայի հետ մենք ապրել ենք մոտավորապես 25 դար։ Այդ որ ասում են գնանք, Եվրոպան կգնա, մենք պետք է անդամակցենք, բա հետո ինչ կլինի։ Եվրոպան չի եկել որպեսզի գնա, Եվրոպան միշտ տեղ է։ Մենք 5 քրիստոնեական քաղաքակրթություն ենք, մենք Եվրոպայի մաս ենք։ Ուղղակի խորհրդային միության մեջ մտնելը կամ Ռուսաստանի կազմում լինելը մի բավականին երկար ժամանակով դա այդ երկաթե հարակույրերը տարանջատեցին։ Եվ եվրոպացիները մի քիչ զգուշավոր էին մեզ մոտենում անկախության առաջի տարիներին, ես դա զգացել եմ ինքս, բայց ընդամենը 10-12 տարի հետո սկսեցին հալվել այդ բոլոր սառցե պատերը։ Իրենք հիմա համարում են որպես իսկապես հին քրիստոնեական եւ եվրոպական քաղաքակրթություն։ Շատերը արևմտյան Եվրոպայից գալիս են, դու տվեք երկիրը չնշել, ասում են, մենք ստեղ Հայաստանում մեզ ավելի Եվրոպա ենք զգում, որպես հին քրիստոնեական քաղաքակրթություն, կամ շատ Եվրոմիության երկրներ, ու կամ որոշ Եվրոմիության որովհետև մեզ համար սա բնականon վիճակ է։ Բնական իրենք են սովորել դարեր, հազարամյակներ շարունակ։ Տեսեք, հին Ռոմից սկսել ենք, մինչև այդ Էլլադայից, հին Ռոմ, Բյուզանդիա, դարեր, հետագայում ամբողջ Եվրոպայի առանձին երկրների ուղղակի կապեր, սկսած կրթություն ստանալուց, մշակութային կապերից, վերջացրած տարանցիկ երկիր լինելով այդ նույն մետաքսի ուղու այդ ճանապարհի մի մասը Հայաստանում էր անցնում։ Եվ գնում էր հայ առևտրականները շատ լավ կապեր ունեին նույն Վենետիկի հետ, Իտալիայի հետ։ Էլ չեմ ասում շատ գիտնականներ, արվեստի գործիչներ անընդհատ եւ կապը Եվրոպայի հետ էր։ Եվ Եվրոպան շատ լավ էր մեզ ճանաչում։ Պլյուս հետո ամբողջ հայությունը ծրվեց նաեւ Եվրոպայով ցեղասպանությունից հետո 1915 թվականի։ Իրենք հայերին շատ լավ գիտեն։ Հայերին աջակցել են, հայերին պաշտպանում են։ Մենք շատ մեծ ընդհանրություններ ունենք։ Փոխներգործություն կա, լեզվի, մշակույթի, մտածողության։ Այս բոլորը ընդհանուր է մեզ դարձնում։ Մենք ուղղակի հստակեցնում ենք մեր կարգավիճակը։ Դրա համար եմ ես անհամբեր եւ գտնում, որ պետք է շատ օր առաջ այդ թիմը տրվի Եվրոմիության անդամակցության։ Այսինքն մենք վերադառնում ենք մեր բնականon վիճակին։ Այո, այն վիճակը, որ միշտ է եղել, դարեր շարունակ է եղել։ Էլի հույսը Եվրոպայել է եղել, եվրոպական միապետների մոդել են գնացել հայերը իրենց ազգագրական պայքարի ընթացքում։ Տեսեք, հույս բառն եք օգտագործում, դա է հիմնականում։ Ասում են ինչու ես հույսը նրա վրա դնում։ Ինչ են շանկում հույս։ Հույսը մենք պետք է միայն մեր վրա դնենք։ Բայց հույս կապել այսինչ կամ այնինչ Եվրոպական երկրի, Եվրոմիության ընդհանուր առմամբ կամ Միացյալ Նահանգների հետ, որ մեր շահերը եւ իրենց շահերը համընկնում են, եւ ոչ միայն հույս կապել, այլև աշխատել է տողությամբ։ Դա պարտադիր պայման է։ Իսկ ինչ որ ասում ենք, թե մեր հույս էին կապում, իրենք չարդարացրեցին, մենք չարդարացրեցինք մեզ։ Մենք պետք է մեզ մեղադրենք։ Եվրոպան զինել էր, իդեմս Միացյալ Թագավորության Անգլիայի Հայաստանին մինչև ատամները 1920 թվականին Սևրի պայմանագրից հետո էր եւ այլն։ Բայց հարցը հանձնվեց առանց մի կրակոցի։ Այսինքն մեր մեջ պետք է փնտրենք այդ դավաճանության պատճառը։ Վերադառնանք մեր բնականon վիճակին, դուք ասում եք, եւ մենք զուգահեռաբար տեսնում ենք, որ այնուամենայնիվ տարածաշրջանային տրամաբանության մեջ են զարգանում իրադարձությունները կամ համենայն դեպս Թուրքիայի արտգործնախարարի այցը Ռուսաստան հիմնական դե իրենց հարցերը
պետությունների միջև ունեցած հարցերը եւս քննարկել են, բայց որպես կարևորագույն հարց խոսվել է 3 գումարած 2 մեխանիզմի մասին, այսպիսի ձևակերպումներ Ֆիդանը Լավրովի հետ ասուլիսից հետո Պուտինի հետ է հանդիպել, հայտարարվել է հետևյալը. համաձայնություն է ձեռք բերվել Հարավային Կովկասում 3 գումարած 3 մեխանիզմի գործունեության վերաբերյալ։ Սա շատ կարևոր մեխանիզմ է եւ այլն։ Եկեք ուրեմն ասում է չմրցակցենք տարածաշրջանում, այլ միասին Թուրքիան եւ Ռուսաստանը, այլ միասին լծվենք այս աշխատանքներին։ Ինչ է նշանակում 3 գումարած 3 տարածաշրջանային մեխանիզմ եւ Հայաստանը այդտեղ։ Իրենք դա արել են մի բանի համար, Դա ներողություն, մի հարց էլ տամ, դա մեր ոտքերը կապում է Եվրոպա, որ ասում ենք մեր վերադառնալու ինչ որտեղ այո, որտեղ իրենք դրա վրա են շեշտը դնում, եւ համագործակցությունը մեր մոտ Եվրոմիության հետ է եւ Միացյալ Նահանգների հետ է։ Նույն Կանադայի հետ է, ինչու՞ չէ։ Նաեւ Ռուսաստանի, Թուրքիայի բնականաբար։ Այո։ Բայց 3+3 հասնում է հետեւյալ, միայն մենք ենք տարածաշրջանը։ Ձեր պապաները մենք ենք։ Թող ստեղ մեր մարդ չկա։ Մենք բոլորի շահերը հաշվի կառնենք, մենք ենք տարածաշրջանն ենք վերջին հաշվով ինչ է եղել։ Դա արվում է մի բանի համար։ Դիմակայելու Եվրոմիության ազդեցության ներթափանցմանը, Միացյալ Նահանգների շահերին եւ այլն։ Իսկ իրենք շատ ավելի հզոր են եւ շատ ավելի մեզ աջակից են, քան այդ 3+3 ձևաչափը եւ այլն։ Ինչի մասն է խոսքը։ Մենք տեսել ենք 3 երկրների միասնական կառավարումը անդրֆեդերացիայի ժամանակ եւ այլն։ Եվ մենք չենք շահել դրանից։ Մենք միշտ ուժել ենք։ Մեր հիմնական հույսը, մեր աջակիցը Եվրոմիությունն է, Միացյալ Նահանգներն է, Հյուսիսային Ամերիկան։ Իհարկե շատ այլ երկրներ եւս, թող իրենք երազեն Հնդկաստանի նման աջակից ունենալու։ Շատ բաներ չի բարձրաձայնվում, բայց մենք զգում ենք, մենք դա տեսնում ենք եւ մենք շատ հզոր ենք այդ առումով։ Մենք այդ բոլորի վրա պետք է հիմա խաչ կաշենք եւ ասենք մենք համաձայնում ենք 3+3 ձևաչափին։ Ես չեմ կարծում, որ օրինակ Վրաստանն էլ հավասարի։ Շատերը խաղեր են տանում։ Եվ բնական է, որ Թուրքիայի եւ Ռուսաստանի այդ տիպի երկխոսությունը երկուսի շահերից էլ բխում է, որովհետեւ իրանք թույլ չտան ներթափանցումը այդ Եվրոմիության ազդեցության։ Վրաստանին Հայաստանով են կապում, Հայաստանին Վրաստանով են փորձում են, բայց փառք Աստծո, մեր հարաբերությունները Վրաստանի հետ շատ սերտ է, շատ մոտ է, շատ անկեղծ է։ Իրենք գնահատում են այդ աջակցությունը, որ Հայաստանն է նաեւ անում, մենք էլ գնահատում ենք Վրաստանի աջակցությունը։ Ինչի մասն է խոսքը, այս ամբողջ տարիների ընթացքում հսկայական ճնշում եղել Թուրքիայից, Ադրբեջանից, հետո նաեւ Ռուսաստանից, խափանել տրանսպորտային կապերը Հայաստանի, որ Հայաստանը լրիվ բլոկադայի մեջ է։ Վրաստանի ոչ մի ղեկավարություն, այդ նաեւ Գանցախորության, որ ծայրահեղ եւ ծանր վիճակ էր պատերազմականի հետ մոտ Ռուսաստանի հետ եւ այլն։ Իրենք ոչ մի դեպքում չընդհատեցին դա։ Նույնիսկ հատուկ թույլ են տալիս ուղեկցությամբ բեռները կա։ Եվ դա մենք իհարկե պետք է շատ բարձր գնահատենք։ Հիմա նորից գանք այդ 3 գումարած 3-ի շուրջ Թուրքիայի եւ Ռուսաստանի պայմանավորվածություններին։ Չեք կարծում արդյոք, որ Ռուսաստանը, որը դե այս սանկցիաներով, ԵԱՏՄ, հապկից ձեզ կհանենք, այս կանենք, այն կանենք, այդ ամբողջը ուղղված է նրան, որ Հայաստանին թույլ չտա իր ծիրից շեղվի, այժմ Թուրքիայի օգնությամբ է փորձում այդ նույնը անել։ Տարածաշրջանային այստեղ եթե այո, այնինչ մենք տեսանք, երևի թե ասում պատասխանը այո է, մնում է Իրանի հարցը։ Արդյոք Իրանը եւս այս տարածաշրջանային 3 գումարած 3-ը ձեռնտու է Իրանին։ Այսպես ասենք, ձեռնտու է այն ժամանակ, երբ կա մեծ հակամարտություն Իսրայելի, Միացյալ Նահանգների հետ եւ մեծ սանկցիաներ, պատժամիջոցներ կապված դրա հետ։ Ես համարյա վստահ եմ, եթե Իրանի հետ համաձայնագիրը ստորագրվի, որի մասին հիմա շատ է խոսվում, արդեն շատ մոտ են, սանկցիաները հանվեն, սկսվի ազատ առևտուրը եւ նույնիսկ օգնություն տան Իրանի վերականգնելու համար այն բոլոր վնասները, որ հասցրել է պատերազմը, Իրանը եւ եթե Իրանը հնարավորություն ունեցավ Հայաստանի միջոցով, Կովկասով հաղորդակցվել Եվրոպայի հետ, օգտվել այդ կապուղիներից, Իրանը ինչի պետք է դեմ լինի։ Միանշանակ կողմ կլինի։ Ինչին։ Այս խաղաղության խաչմերուկին, թրիփին, բոլոր այս ծրագրերին, որ հիմա Հայաստանում սկսել են իրականացվել սերտ համագործակցության մեջ Եվրոմիության եւ Միացյալ Նահանգների հետ։ Դա Իրանին իհարկե ձեռք տա, որտեղ եկեք մտածենք, որ ավանդաբար ոչ Ռուսաստանն է բարեկամ երկիր Իրանի,
Էլ խոչ չեմ խոսում Թուրքիայի մասին։ Այնտեղ մեծ ռիսկեր կա, մեծ խնդիրներ կան։ Այնտեղ կա, այսպես ասած, ադրբեջանական, թուրքական արմատներով Իրանի բնակչություն, որ Ատրպատականում է ապրում եւ որը մի ռումբ է։ Իրանը դա լավ է գիտակցում եւ անընդհատ պայքարում է դրա դեմ։ Եվ արևմուտքի հետ սերտ հարաբերությունը ինչ որտեղ այլընտրանք է, ճիշտ այլընտրանք է Իրանի համար։ Հենց որ ես չեմ կարծում, որ Իրանը դեմ լինի այս տիպի փոխհարաբերությունների։ Այսինքն ես մեկ այլ ձևակերպեմ կարելի է դիտարկել, այո, Թրամփի ուղին մենք գիտենք դա ինչ նպատակով է ստեղծված, ինչ տրամաբանությամբ պետք է գործի։ 3 գումարած 3-ը չունի այդ տրամաբանությունը եւ այդ ուժը, պարզ է։ Այսինքն այնտեղ, բայց այնտեղ կա եւ խորհրդատվություն այդ երկրների միջև։ Ես չգիտեմ դա ինչ է նշանակում 3 գումարած 3 մեխանիզմ, ինչ գործառույթներ կան այդ մեխանիզմի ներսում, եթե դուք ինչ-որ բան գիտեք արդեն, ասեք։ Եվ արդյոք իմ հարցս հետևյալն էր, արդյոք 3 գումարած 3 անվան տակ, այդ տարածաշրջանային համագործակցություն անվան տակ, Ռուսաստանը փորձ է անելու հակազդել Թրիփին, զուգահեռ ինչ-որ գործընթաց կամ զուգահեռ ճանապարհներ, զուգահեռ պայմանավորվածություններ, 3 գումարած 3-ը եւ Թրիփը, դրանք անհամեմատելի են, թե այնուամենայնիվ 3 գումարած 3-ը կարող է Թրիփի տրամաբանությունը քանդելու կամ մրցակցելու համար ստեղծվի։ Տեսեք, 3 Գործառույթներ գումարած ավելացվեն, 3-ը ընդամենը մի հատ ձևաչափ է համագործակցության առանց հարուստ ինչ-որ բովանդակության եւ այլն։ Մենք չենք տեսել, չէ՞ դա։ Մենք դա չենք տեսել, դա դեռ ընդամենը իդեա է, այսպես ասած, միտք է, ուղղություն է, որ մենք միասին լինենք, ամբողջ իմաստը նա է, որ մենք տարածաշրջան ենք, մենք ինքներս մեզ պետք է ղեկավարենք, որ բոլորի շահերը լավ հաշվի առնենք, բայց դա ընդամենը, այսպես ասած, կարգախոսներ են։ Տրիպը շատ ռեալ է։ Տրիպը տրանսպորտային շատ կարևոր հաղորդումներ են, որոնք միացում են արևելք արևմուտքի հետ։ Դրան միանում են նույն այդ խաղաղության խաչմերուկը հյուսիսահարավի հետ։ Ինքը Ռուսաստանն ու Թուրքիան են դրանից օգտվելու։ Ինչ են պնդում Թրիփի վրա։ Առաջի շահողը Թուրքիան է լինելու այս ամբողջից, որտեղ իր տարածքով է անցնելու այս ամբողջ տրանզիտները։ Սկսած էներգակիրներից, վերջացրած մնացած ապրանքաշրջանառությամբ։ Բայց իրենք տեսնում են, որ Թրիփի պարագայում արևմուտքն է դերակատար լինելու ստեղ հիմնականում եւ Միացյալ Նահանգների ներկայությունը կոնկրետ այդ Թրիփի տեսքով իրենց մի քիչ անհանգստացնում է, որ իրենց մենաշնորհը այս տարածաշրջանի վրա պետք չլինի։ Իրենք ասում են, եկեք մեր մենաշնորհը դրենք, այս երկրում դու եղի ազդեցիկ, ստեղ ես լինեմ, այս անենք իրար հետ, այն անենք եւ այլն, առանձնապես հոգ չտանելով նույն այս 3 երկրների շահերի մասին։ Բնական է Թուրքիան Ադրբեջանին աջակցում եւ այլն, բայց ավելի շատ իրենց հետաքրքրում է իրենց սեփական շահերը։ Եվ Ռուսաստանին էլ բնական է իր շահերը, իր ազդեցությունը, որ դա հանկարծ ստեղից չբացակայի։ Ռազմական ճանապարհով շատ դժվար է, անհնարին է Կովկասը պահել, որովհետեւ որևէ բան չկա։ Ռուսալեզու բնակչությունը մեծամասնություն չի, ինչպես Ուկրաինայում, այդ արևելյան շրջաններում եւ եղած ռուսերեն շատ գոհ են Հայաստանի կառավարության քաղաքականությունից, իրենք շատ լավ գիտեն, եթե պատերազմ եղավ, իրենք դա չեն ուզում։ Իրենք ստիպված կլինեն Հայաստանից հեռանալ, օրինակ, ռիսկերը կավելանան։ Այդ պատճառով Ռուսաստանը հնարան չունի, որ այստեղ, որ ասի մեր ռուսներին ճնշում են, եկեք հիմա հարձակվենք Հայաստանի վրա։ Ստիպան հնարավոր չի, ոչ ոք դրան չի հավատում։ Ինչ անել այդ Թրիփին հակազդելու լավագույն ճանապարհը 3+3-ն է, որը ժամանակ առ ժամանակ միշտ Երևան է գալիս, չէ՞։ Հիմա Թուրքիան ավելի ակտիվացավ, հարցն է Իրանն էլ կակտիվանա, թե չէ, եւ մտադրությունը որն է։ Իրանը չի ակտիվանա։ Իրանը կգնա այն ճանապարհով, որ ճանապարհը, որ կհրավիրի իրեն Եվրոմիությունը եւ օրինակ Միացյալ Նահանգները, որտեղ իրենք են սանկցիաները Իրանի նկատմամբ կիրառում եւ իրենք են հանելու այդ սանկցիաները։ Իրանի համար դա հարցերի հարցն է։ Եվ պլյուս օգնություն են տալու վերականգնելու այդ պատերազմի հետևանքները։ Դե Թուրքիայի համար էլ Թրիփը կարևոր է։ Շատ կարևոր է, ինչի մասն է խոսքը։ Բայց առաջի ջութակ չի լինելու Թուրքիան Թրիփում։ Միացյալ Նահանգներն էստեղ։ Այսինքն ոչ թե հակադրություն, այլ բալանսի ուժ տարածաշրջանում։ Դրանք իրենց ձեռնտու է, որ իրենք լինեն ռուսները ազդեցություն, ռուսների հետ միշտ կարելի է լեզու գտնել կամ խաբել,
եւ իրենց ուզածը փախցնել, տանել եւ այլն։ Սա է, Միացյալ Նահանգների հետ այդպիսի բաներ հնարավոր չի։ Ինչ պետք է անի Հայաստանը այս պայմաններում գովազդից հետո։ Գովազդի սիրելի բարեկամներ, գովազդից հետո կշարունակենք այս մեր զրույցը 3 գումարած 3-ը մեխանիզմ է թե ոչ, գործիք է լինելու թե ոչ, կամ թրիփի հակազդելու համար կամ ընդհանրապես ինչ է իրենից ներկայացնում այդ 3 գումարած 3-ը, որի մասին անընդհատ խոսում են արդեն քանի տարի է, 3-4 տարի է խոսում են, դեռ աշխատանք չենք տեսել։ Գովազդի սիրելի բարեկամներ, մնացեք մեզ հետ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան Փոստը Գրանադա Հյուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Սիրելի բարեկամներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք պարոն Լևոն Բարխուդարյանի հետ, Հայաստանի Պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսների ամբիոնի վարիչ։ Եվ այսպես, պարոն Բարխուդարյան, խոսում ենք 3+3 թրիփ եւ Հայաստանը։ Ինչ պետք է անի այս իրավիճակում եւ իր 4 կողմը եւ տարածաշրջանային այսպիսի պայմանավորվածություններ կան համագործակցության, տարածաշրջանային համագործակցության եւ մենք ունենք թրիփի ճանապարհի դրամաբանության մեջ համագործակցության մասին միացյալ նահանգների համագործակցությունը, որը ստից արվում է այդ քաղաքականությունը, մեր բաց է, մեր դռները բաց են բոլորի հետ, ովքեր կցանկանան մեզ այդ համագործակցել։ Ռեալ, փոխշահավետ ձևով։ Թրիփը ոչ մի ձևով չի նշանակում, որ մենք այլևս չենք աշխատելու օրինակ Ռուսաստանի հետ կամ Իրանի հետ։ Չկա այդպիսի բան։ Աշխատելու ենք, որտեղ հնարավոր է զարգացնելու ենք դա, եթե դա մեզ ձեռնտու է։ Կամ չէ, եւ է։ Եվ ավելի շատ փող լրացնող է։ Թրիփից կարող են օգտվել նաև շատ այլ երկրներ, սկսած Ղազախստանից, Կենտրոնական Ասիայի երկրներից, վերջացած նույնիսկ Չինաստանը, որոշակի չափերով, ինչքան որ հնարավորություն կտա այդ ճանապարհը։ Նույնը վերաբերում է մնացած ոլորտներում համագործակցությանը։
Եվ այդ համագործակցությունը սկսվել է։ Միջև խոսում են 3+3-ի մասին, որ ընդհանրապես խոսակցություն է, նույն այդ թրիփի հետ կապված ընդհանուր նախագծերով եւ Հայաստանի պաշտպանական արդյունաբերության պաշտպանության հետ կապված, հզորացնելու հետ կապված շատ կարևոր առաքելությամբ, շատ արևմտյան երկրներ են արդեն ներկա։ Նույն զորահանդեսի ժամանակ 7 երկրներից գնված զենքեր ցույց տրվում։ Համատեղ արտադրություններ է կազմակերպում։ Հսկայական զենքի գործարանից չեմ սխալվում Լեոնարդո Իտալիայից Միքելանջելո ասաց, այսպեսի միջազգային համագործակցության պրոյեկտ է Հայաստանում ներդնում։ Չեմ խոսում Nvidia-ի մասին, հսկայական պոտենցիալ եւ գործը սկսվել է։ Տեսեք ինչ գործարաններ են կառուցում Հրազդանում արդեն ամբողջ կարկասը այդ շենքի պատրաստ է եւ աշխատանքը շարունակում է։ Ռեալ առանց ինչ-որ լենթեր կտրելու, առանց լրացուցիչ գովազդի, բայց մեծ թափով աշխատանքը գնում է առաջ։ Ինչի մասն է խոսքը։ Եվ բոլորին ասում ենք, տեսեք, հաջող համագործակցություն է, պատրաստ ենք ձեզ հետ համագործակցել, այդ աշխատանքները անել։ Եվ այդ տիպի հարցադրումները, որ գիտեք, եթե մենք ասում ենք Ռուսաստանի երկաթգծերին օրինակ շատ է այդ հարցը քննարկվել, ներդրումներ արեք, որը նախատեսված էր մեր համաձայնագրով կոնցեսիոն։ Իրենք չեն անում եւ հետո տարածում են։ Եթե հանկարծ երկաթգիծը որոշեք անեք Ռուսաստանի երկաթգիծը մեզ չի տա եւ ավելի վատ կլինի եւ այլն, սա մերն է, դա ոչ միտեղ տանող խոսակցություն է։ Կա համաձայնագրով արել եք, բայց ներդրումներ արել եք, հարց չկա։ Չեք արել, միջազգային արբիտրաժի ենք դիմում, միջազգային դատարանի եւ գտնում եք նրան, ով դա կանի։ Մի այլ ընկերություն։ Բացառված այլ երկրներից, օրինակ, հասկանում եք, շատ գործնական, կառուցողական պետք է լինի երկխոսությունը շատ երկրների հետ, որտեղ բոլորի հետ համագործակցությունից էլ մենք օգուտներ ունենք։ Տեսեք Իրանի դեպքը այս ծանր պատերազմի պայմաններում Համենայնդեպս ես չեմ լսել, որ Հայաստան ներկրվող ապրանքների կառուցվածքը եւ ծավալը էապես փոխի։ Իրենք իրենց պարտավորությունները շարունակում են ապահովել։ Գազ ենք ստանում գազամուղով, էլեկտրաէներգիա ենք տալիս, այդ նույն հոսանքագծերով։ Այս ծանր պայմաններում նույնիսկ։ Ինչի մասն է խոսքը։ Դա չի լինի, դա շատ դժվար է գերագնահատել։ Մենք դա գնահատում ենք։ Եվ դա շատ լավ հիմք է ստեղծում ապագա ել ավելի ակտիվ համագործակցության համար։ Ինչի մասն է խոսքը։ Եվ երկրները դա հասկանում են։ Սա հասկանալի լեզու է։ Թե չի ասել, որ ես սա չեմ տա, սա իմն է, միջև դու չգաս ինչ չի ենթարկվես, այդ տիպի խոսակցությունը վաղուց արդեն պատմության գիրքն է անցել։ Բայց մեզ հետ այդպես են խոսում։ Փորձում են, որովհետև ընկրկել ենք միշտ։ Դրա համար խոսել են, ասել են, լավ, որ ասում են, մենք համաձայն չենք, բայց ձայն չանենք, միգուցե եւ մեր վրա մեզ վնաս չտան, մեր վրա չհարձակվեն։ Դա ամենասխալ դիրքորոշումն է։ Պետք է միշտ ազգային շահերի իրականացման համար պայքարել։ Հետ գանք այն հարցին, որը ես ոնց որ թե բարձրացրեցի, բայց շարունակեցինք, ինչպես է գնահատում տրամադրությունները հետընտրական։ Այ հիմա ինչ է ձեր կարծիքով, ինչն է դրական, ինչն է բացական, ինչն է վտանգավոր, ինչն է հուսադրող։ Ну, հուսադրողը նա որ նախ ժողովրդի կողմից հիմա արդեն վերջնական սպասելիքներն են, որ այս ընտրակաշարքների հետ կապված, այդ օլիգարխների հետ կապված վերջապես ճիշտ արդարադատություն կլինի, ճիշտ որոշումներ կընդունվեն եւ այլն։ Դրանք ժամանակին չեն արվել կամ մասնակի են արվել, չգիտեմ։ Ակնկալիքը ժողովրդի սպասելիքը դա է։ Եվ երրորդ անգամ այդ քվոտան, այդ ձայները տալով ժողովուրդը այդ հույսը ունի։ Եվ գնալով ավելի շատ մարդիկ են կարծում, որ եթե սահմանները բացվեն եւ համագործակցությունը Եվրոպայի հետ ակտիվանա, Հայաստանը միայն եւ միայն կշահի եւ իսկապես կդառնա խաչմերուկ։ Իսկ դա նշանակում է նաեւ անվտանգություն, ապահովություն, որտեւ ինչպես արդեն ասել եմ, շատ երկրների կապիտալին տվյալ երկրում, ովքեր ներդրումներ ունեն, միավորում է մի բան, այդ երկրի կայունությունը։ Հեռու մնալը պատերազմից, ներքին քաղաքացիական ընդվզումներից եւ այլն։ Հայաստանը այդ առումով շատ հարմար տարբերակ է շատ երկրների ներդրողների համար։ Միատար երկիր է, հիմնականում հայեր են ապրում, հին պատմական իրենց հողերն են, ու եթե կա խաղաղություն, այդ մարդիկ բավականին գործունյա են, բավականին մասնագիտացված եւ ոչ թանկ աշխատուժ ունեն։ Սա նույնպես շատ կարևոր գործոն է ներդրումների համար։ Դուք ինչ եք կարծում, այդ նույն Nvidia-ի ներկայությունը Հայաստանում պատահական էր, ինչի Ադրբեջանում չէր,
Կիրգիզստանում չէր, այլ Հայաստանում էր։ Որտեղ IT ոլորտի մասնագետներ այստեղ շատ կան, ավանդաբար շատ կան։ Հիշենք Մերգելյան ինստիտուտը իր բոլոր զարգացումներով եւ այլն։ Եվ կա այդ բավականին բարձր որակավորված եւ էժան աշխատուժը։ Մեր գերխնդիրն է մոբիլիզացնել մեր հայությանը եւ առհասարակ լավ մասնագետներ բերել Հայաստան, որոնք աշխատեն այդ բոլոր գործարաններում։ Մեր կարողությունը մեր բուհերի համապատասխան մասնագիտության բարձր որակյալ մասնագետ պատրաստելու սահմանափակ է։ Համեմատած ներդրումների հետ, այն ակնկալիքների հետ, որ ունի Հայաստանը։ Հենց այնպես չի, միլիարդների ներդրումներ են, նշանակում հազարավոր ծրագրավորողների կարիք կա։ Հիմա էլ կա մի քանի հազար ծրագրավորողի կարիք եւ չեն կարողանում իրենց գտնել։ Այդ դա պետք է հատուկ նաեւ պետության կողմից պետք է աշխատանք տարվի, որոշակի խթաններ լինեն, ինչպես նաեւ վերջերս զինծառայության հետ կապված այդ խթանները, որ այդ արտասահմանում լավ բուհեր ավարտած ուսանողները գան Հայաստան աշխատեն եւ աշխատանք ունենան, իրենք հետո կազատվեն զինվորական համապատասխան ծառայությունից։ Այս տիպի շարժառիթները շատ կարեւոր են, որովհետեւ մենք կարողանանք մեր երիտասարդությանը, ովքեր դրսում են սովորում եւ լավ մասնագետներ են դառնում, գան եւ իրենց ներուժը ծախսեն, ներդրեն Հայաստանում։ Սա հարցերի հարցն է։ Այն ժամանակ մենք ասենք, որ այն անհրաժեշտ պայմանը, որ մեր պատրաստակամության մասն է խոսում, համագործակցել ամբողջ այս թրիպի շրջանակներում, IT ոլորտի շրջանակներում, նույն խաղաղության խաչմերուկի շրջանակներում մենք կատարել ենք։ Անհասարակ չի ստացվում։ Պարոն Բախուդյան, դուք ամբիոնի վարիչ եք, ֆինանսների ամբիոնի։ Հիմա ճիշտ եմ, ֆինանսների ամբիոնի վարիչի պաշտոնակատար, իմ ժամկետը արդեն լրացել է։ Պաշտոնակատար, բարի։ Միևնույն է, տարիներ շարունակ դուք աշխատում եք բուհում եւ երիտասարդության հետ։ Շատ է հիմա խոսվում, միշտ է կարևորություն, դե հայը միշտ կարևորություն է տալիս կրթությանը, ցանկացած ընտանիք իր զավակին լավ կրթության մասին ենք խոսում, բայց մենք դժգոհում ենք կրթությունից, կրթության մակարդակից։ Դուք կարող եք ասել լավ դասախոսներ, ես հասկանում եմ, որ դուք վատը չեք ասի, բայց ցավոտ հարցերի մասին եմ ուզում խոսել։ Մատնանշում են, ասում են դասախոսական կազմը գուցե խոսքը չի գնում միայն ձեր բուհի մասին, պարզապես ձեր բուհի օրինակով, քանի որ մեջն եք գիտեք։ Դասախոսական կազմը պետք է երիտասարդներով համալրվի, որովհետև նախկին եւ ներկա կա տրամաբանություն կա, գիտելիքի փոփոխություն կա, նորություններ կան։ Դասախոսական կազմը կարողանում եք ապահովել, թե ոչ, գործնական աշխատանքով ուսանողներին կարողանում եք ուղարկել, որովհետև կտրված էր, ուսանողը ավարտում էր եւ փորձառություն չուներ աշխատանքի մտնելու։ Ընդհանրապես մեզ մոտ այդ կապը դպրոցից չեն կարողանում բուհ ընդունվել, պատրաստ չի, դպրոցը չի պատրաստում բուհին, բուհն էլ չի պատրաստում, միշտ եղել է այդպես, չի պատրաստել աշխատանքի դեպի միանգամից պատրաստի մասնագետ չի տվել։ Դա այդ բացը լրացվում էր գործնական աշխատանքում, պրակտիկա, այսպես ասում էինք մենք, հա, սովետական միությունից սկսած այդ բառը օգտագործում ենք։ Ինչպես է այդ հարցերը լուծվում ձեզ մոտ, գուցե չի լուծվում, գուցե ցանկություն արտահայտեք, որ պետք է լուծվի։ Իհարկե պետք է լուծվի, բայց նաև լուծվում է։ Առաջ քայլերը կան, դե բնական է, բոլորս անհամբեր ենք, ուզում ենք ավելի արագ տեմպերով լինի, բայց շատ երիտասարդներ օրինակ պաշտպանած, նույն մեր ամբիոնի դասախոսական կազմը համալրում եք։ Այո, իհարկե, մենք նաև պարտավոր ենք գործող կարգերի համաձայն, ասպիրանտները պետք է ժամեր ունենան լսարային։ Պաշտպանելուց հետո պետք է աշխատանք ունենան բուհում։ Եթե ինքը ցանկացավ, այլտեղ չի աշխատում եւ այլն, մենք անպայման իրեն տալիս ենք որոշակի ծանրաբեռնվածություն, որպես լսարանային աշխատանք։ Իսկ ավելի կարևոր է, որ հիմա համագործակցում ենք ավելի շատ Եվրոպայի հետ, այդ Բոլոնիայի հռչակագրի սահմաններում շատ ակտիվ է փոխգործունեությունը եվրոպական համալսարանների հետ։ Եվ հիմա մենք դիմել ենք հավատարմագրման, նաև արդեն միջազգային հավատարմագրման մեր հիմնական կրթական ծրագրերով Հայաստանի հավատարմագրում ունենք բնականաբար, բայց դիմել ենք եւ աշխատում ենք հատուկ էքսպերտների հետ անընդհատ այդ ակապը կա։ Մեր երիտասարդ դասախոսները այդ Եվրոմիության ծրագրերով Erasmus Plus եւ այլն գնում են հա Եվրոպա եւ ընդհանրապես դասավանդում են։ Բայց դասավանդում են այնտեղ։
իրենց համար հետաքրքիր պրակտիկա է։ Օրինակ անգլերեն լեզվով դասավանդում են Գերմանիայի կամ Հունաստանի լուհերում։ Ես ինքս այդ պրակտիկա ունեցել եմ եւ Վիեննայում եւ Դրեզդենում։ Դրեզդենի Իսկ կարծրացած չէ ձեզ։ Չէ, բացվում է, բայց ավելի արագ պիտի բացվի։ Մենք առաջարկել ենք օրինակ համագործակցության ուղիներ։ Իրենք նայում են, վեր են լուծում եւ այլն, այդ process-ը կարծես սկսել է գործընթացը շարժվել։ Բայց իրախություն մեծ մեր երիտասարդ օրինակ մասնագետներից դոցենտներից Սերգեյ Իսրայելյանը Հունաստանում էր, ինքը ելույթ ունեցավ դասախոսություններով, քննարկումներով, իրենք ասեն սա մեզ հետաքրքրում է, եկեք համատեղ այս գործերը անենք։ Առանձնացրեցի 1-2 թեմա, սկսեցին աշխատել։ Այդպես է սկսում ռեալ համագործակցությունը։ Մի օրում, մի վայրկյանում չի լինում, բայց պետք է անընդհատ շարունակել, գնալ, փնտրել եւ իսկապես արդյունքի կարող ենք հասնել։ Իհարկե, ցանկալի է, որ պետական ֆինանսավորումը բուհերին աճի, որովհետեւ արժանապատիվ աշխատավարձ ստանան լավ մասնագետները։ Նույնիսկ խորհրդային միության ժամանակ հարմար է դա ասել, բայց Ստալինի որոշմամբ դավրականության կամ դասախոսների գիտնականների աշխատավարձերը բարձրացվեցին։ Որտեվ գիտնականը չպետք է մտածի առավոտից երեկո, էլ որտեղ դաստա, էլ ինչ աշխատանք անի, որ կարողանա իր ընտանիքը պահի, այդ ձևով չի լինում գիտություն առաջ մղել եւ այլն։ Նա պետք է միայն դրանով զբաղվի։ Իսկ հիմա մենք նորից պետք է վերադառնանք գիտությանը, ճիշտ է, հակին մենք հետ նահանջ ապրենք։ Գիտությունը մեծ ներդրումներ է պահանջում։ Հսկայական պետությունը ունենում է լավ գիտություն։ Լավ, հետխորհրդային շրջանում կոլապսեր, մենք շատ գիտահետազոտական ինստիտուտներ փակվեցին, լաբորատորիաներ փակվեցին, բայց մենք ինչքան հսկաներ ունեինք, ճիշտ է։ Մենք կարողանում ենք որտեղից են ֆինանսավորվում, խորհրդային միության բյուջեից։ Այո։ Աշխատում էին ում համար հիմնականում խորհրդային միության պաշտպանական արդյունավետության համար։ Հայաստանում դա մենք վերականգնում արվում է, ֆինանսավորումը ամեն տարի ավելանում է, երբեմն նաև առաջացիկ տեմպերով։ Բայց ըստիս դա դեռ բավարար չէ։ Պետք է լինեն այլընտրանքային ձևեր ֆինանսավորման։ Այդ առումով օրինակ Եվրոպայի հետ, այդ նույն Բոլոնիայի հռչակագրի սահմաններում աշխատանքը արդյունավետությունը շատ կարևոր է։ Շատ ավելի մասսայական դառնի։ Օրինակ իրենց ոգևորվածությունը Վրաստանով շատ մեծ էր։ Եվ Վրաստանը դիմեց, դարձավ անդամության տեխնացու եւ այլն, եւ այդ ընթացքում գնում էր, Եվրոպան բացվեց։ Ես ինքս հանդիպել եմ համալսարանի դոցենտների, Ջավախրիշվիլի այդ համալսարանի, այդ պետական համալսարանի դոցենտների, որ հարցրել ենք աշխատավարձը ինչքան է, $2000 կարգի, եվրոյի կարգի, որից կեսը ստանում է տարբեր գրանտային ծրագրերով։ Դրսից, տարբեր համալսարաններից, Եվրոպայից, ասել, որ իրենք երկրենքից աստղերից իջեցնում, այդպես չի։ Մերոնք էլ հետ չեն մնում, բայց այդ առումով այն ինստիտուցիոնալ մասը պետք է կա, այդ համագործակցության մեխանիզմները պետք է մանրամասնել եւ տեսնել, եւ մենք էլ պետք է դրանից օգտվենք։ Ինչ է եղել 25 դար ազատ գնացել եկել ենք Եվրոպայի հետ, 26-րդ դարում արգելերեն վիզայի համակարգ է մտցրել։ Մեր հարևաններին տվել են այդ հնարավորությունը գնալ գալու, մեզ չեն տալիս։ Ինչպես դա հասկանալ։ Բոլոր բաներից դուրս է, հա, կան ինչ-որ սահմանափակումներ պետք է կարգավորվեն, վերացնել, թող ասեն, թող հրապարակային անընդհատ այդ հարցերը քննարկվեն։ Հասկանում եք։ Նույնը վերաբերում է նույն միջբուհական համագործակցությանը։ Աշխատանքները սկսվել են, սրանից դեռ 10 տարիներ առաջ։ Գիտնականը պետք է պահանջված լինի մեր երկրում, ոչ թե թողնի գնա ուրիշ երկրում։ Ստեղ էլ կան լավ գիտնականներ, որոնք դրսից ֆինանսավորվում են։ Այո։ Եվ բավականին լավ արդյունքներ են արձանագրում, այդպես չէ։ Բայց իհարկե մենք կուզեինք տեսնել իրենց ներհոսքը։ Իհարկե հիմա էլ բավականին գնալով ավելի շատ պայմանական է, թե այդ գիտնականը ֆիզիկապես որտեղ է գտնվում։ Ինքը կարող է լինել Հայաստանի քաղաքացի, աշխատել Վրաստանից, կամ չգիտեմ, մի այլ տեղից, կամ 3 ամսով Թայլանդից, 4 ամսում մի այլ տեղերից։ Կարևոր որ Հայաստանի շահերը եւս ներկայացնի կամ Հայաստան, հոգուտ Հայաստանի աշխատի։ Ես օրինակ դեմ եմ, դեմ չեմ այդ կամ հայկական որոշի ֆիրմայի, որ արվում է 1 ամսով, բայց ծրագրավորողներին, օրինակ եմ ասում, եթե կանչում են 1 ամսով, ինքը աշխատանքը դադարեցնում է։ Բայց կապված է պայմանագրերով դրսի ֆիրմաների հետ։ Առաջի անգամ ասում են դե հասկանում եք դա ձեր օրենքն է, մենք հարգում ենք, բայց աշխատանքը մնում է չկատարված։
Մյուս անգամ ինքը կերադասի Վրաստանից աշխատող նույն հայ մասնագետի հետ պայմանագիր կնքել։ Պատահական չեղել են դեպքեր, ինչ շրջապատում էլ կան երիտասարդներից։ Բոլորս գիտենք։ Զորակոչների ժամանակ կամ Թայլանդ են գնում, կամ Վրաստան են գնում։ Պետք է շահեկան լինի Հայաստանում։ Այդ նրա համար չի, որ ինքը խուսափում է հայրենիքին ծառայելուց, ոչ։ Բայց ինքը գիտի, եթե մի ամիս ուշացրեց, ինքը այլևս պատվեր չի ստանա։ Վերջ։ Հասկանում եք, դա շատ լուրջ հարցեր են։ Իսկ պետության համար ավելի ձեռնտու է, որ նա միշտ պատվերներ ունենա, միշտ հարկեր վճարի եւ կամաց անցնենք պրոֆեսիոնալ բանակի։ Այդ ուղղությամբ էլ շարժվում ենք։ Բայց երբեմն աններելի է դանդաղկոտությունը այդ հարցերը։ Կամ էլ լրացուցիչ շատ ֆինանսներ է պետք ներգրավել։ Այ ես դա եմ ցանկանում նոր ընտիր կառավարությանը, որ շատ օպերատիվ, շատ արագ քայլերով գնային ուղղությամբ, որը ընտրել է իր համար։ Արդեն ժամանակը միշտ չէ, որ սպասում է։ Եվ այստեղ բուհը եւ գիտությունը կարևոր անկյունաքարային նշանակություն։ Շատ կարևոր են, ճիշտ է։ Շնորհակալ եմ այսօրվա զրույցի համար։ Շնորհակալություն։ Շնորհակալություն սիրելի բարեկամներ, Հայաստանի Պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսների ամբիոնի, ինչպես ասացիք, վարիչի պաշտոնակատար, բայց պետք է վերընտրվեք, թե արդեն տեսնենք ոնց կստացվի։ Ինչպես կստացվի։ Ընտրություններ են լինում ձեզ մոտ։ Իհարկե, ամբողջ Հայաստանում են լինում։ Այո, ընտրություններով պետք է պարզվի, դուք եք լինելու պաշտոնները հրապարակվում են, ընտրություններ են լինում։ Լևոն Բարխուտարյանն էր մեր զրուցակիցը, զրուցվար Մերգայանի Արաքելյանը։ Բարին ձեզ։